թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանկությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի Դու մի կանգնի, Մերի ջան, ես Հովիկն եմ։ Մերի։ Ես քեզ սենց էլ պատկերացնում էի։ Գոքորյան հնարավոր չէ, որ հանգարց վատ ընտրությունը։ Նստեք։ Դե լավ, ես գնամ սուրճը բերեմ։ Չէ, սուրճի ժամանակը չի։ Բաժակները լցրեք, ես բան եմ ասել։ Ես հավատում եմ ճակատագրին։ Հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում մի քանի կարևոր իրադարձություններ կան, որոնք անկախ մեր կամքից իրականանում են։ Ու այդ կարևոր իրադարձություններից մեկն է նա, որ տղամարդը հանդիպում է իր կեսին։ Ու եթե դա ձեր ճակատագրինն է, ուրեմն դուք ձեր կյանքը կապրեք միասին։ Մերի ջան, ես չեմ ասեմ, թե ոնց կընթանա հետագա ձեր ճակատագիրը քո ոգով, բայց հավատում եմ, որ այն ինչի նկատվում է այդ ճակատագրի կամքով։ Ես մեն բարձրացնեմ ես բաժակը ձեր երկուսի համար։ Շնորհակալություն։ Մերսի ով ջան։ Ձեր համար։ Խմենք։ Ո ջան, նոր մի քիչ առաջ մերին բոլորիս ներկայությամբ խոստովանեց, որ ինքը համաձայն է Գոքորի հետ ամուսնանալ։ Նոմա Գոքորին համոզենք։ Գոքորին համոզել պետք չի, Գալիկ ջան։ Գոքորին մնա, հենց հիմա էլ ԶԱԳՍ կգնա։ Ո՞մ եք սպասում, Գոգ ջան, գնացինք։ Չէ, տեն չեղավ, պետքա ամեն ինչ կարգ ու կանոնով արվի։ Նախ պետքա գնանք մեր իրենց տուն, ծնողների հետ հանդիպենք, խոսենք, պայմանավորվենք ու նոր մտածենք հարսանիքի մասին։ Ճիշտ եմ ասում, Մերի ջան։ Ճիշտ եք ասում։ Համաձայն ես։ Ճիշտ եմ ասում, Թամար, հա։ Հա։ Ճիշտ եմ, չէ՞, խոսում, սրտով եմ խոսում։ Հա, Հովիկ ջան։ Թամարը բռնեցրել այնց դրսում ասում է, հանգած որ ներս մտնես խիստ չխոսած հարսը կվախենա։ Պետք է վախենալու, Մերի ջան։ Չէ։ Հիմա բոլորս միասին կամպանիայով գնում ենք մի լավ տեղ ու նշում ենք մեր ուրախությունը։ Անձամբ ես ու կարծում եմ նաև դուք ուրախ եք, որ Մերին ու Գոքորը խորացնում են իրենց հարաբերությունները։ Գնացինք, եթե Մերին համաձայն է։ Համաձայն եմ իհարկե։ Գնացինք։ Հովիկ ջան, Գոգ ջան, ինձ ներողել եք։ Ես չեմ կարող գամ։ Վերքերս ցավում է։ Մնամ տունը հանգստանում։ Կամքը քոնն է, Տիկո ջան։ Դու շուտ լավացի, որ հարսանիքին լավ քեֆ ենք անելու, Տիկո։ Հանում կասկած չկա, Գոգ ջան։ Դե գնացեք մի լավ ուրախացեք, իմ տեղն եք բաժակ բան խմեք։ Հարց չկա։ Տիկո ջան, խոհանոցում ամեն ինչ պատրաստ է, հետո մի բան կեր, հա։ Թաթամուր։ Պակա։ Բարև Տիկո ջան, վաղիկն է։ Բարև վաղ ջան, ես արդեն Հայաստանում եմ, սաղ տանում։ Հա մի քանի ժամ առաջ եմ եկել Տիկո ջան։ Էս ինչ պատմությունների մեջ եք ընկել, այ ախպեր ջան։ Նոր գնացել էի ատոմի պանիխի դեին։ Ընդ իմացա, որ կրակել եմ բրեկ։ Երկար պատմություններ է վաղ ջան, կհանդիպենք խոսենք։ Բա դու հիմա որտե ես Տիկո ջան։
Գամ քեզ մի հատ տենամ։ Ոնց տանն եմ, վաղ ջան, արի խոսանք ցավը տան։ Կես ժամից ուտե կլնեմ ախպերս։ Մի րոպե, հա։ Իմ հետ ես։ Բարև ձեզ։ Անունս Արսենն է, ես քննիչ եմ։ Ձեր տղայի գործը ես եմ քննում։ Որքան հասկացա, դուք էլ Վիգենի հայրն եք։ Հա։ Անունս Գերաս է։ Գերաս, չգիտեք որտեղ է թաքնվում հիմա ձեր տղան։ Գաղափար չունեմ։ Ես հասկանում եմ, որ դուք ամեն ինչ հիմա պատրաստ եք անել, որ ձեր տղայի վիճակը թեթևացնեք, բայց եթե ուզում եք իրականում օգնել նրան, դուք պետք է այնպես անեք, որ նա գա եւ հանձնվի։ Արսեն ջան, ես իրոք չգիտեմ, թե որտեղ է Վիգենը։ Ես արդեն զանգել եմ բոլոր այն մարդկանց, ում Վիգենը կարող էր օգնությամբ դիմել։ Բայց ոչ մեկ գաղափար չունի, թե որտեղ է Վիգենը։ Սենց ասեմ, Գերաս, եթե այսօր Վիգենը եկավ ու հանձնվեց, ես խոստանում եմ այնպես կանեմ, որ փախուստը լուրջ հետևանքներ չի ունենա, բայց եթե ոչ, ձեր տղան կնստի ու երկար կնստի։ Ես խոստանում եմ, որ եթե Վիգենը իմ հետ կապնվի, ես անձամբ նրան կբերեմ ձեզ մոտ։ Հուսով եմ, որ կկատարեք ձեր խոստումը, Գերաս։ Կկատարեմ։ Կարող եք վստահ լինել։ Ես իմ տղայի թշնամին չեմ։ Միգուցե գնանք ներս, թեյ, սուրճ խմեք։ Չէ, շնորհակալություն։ Ալո։ Ալո, պապ։ Լավ այդ հեռախոսի ձենը լսա, պապ։ Ես էլ ասում եմ, կարող է զանգի ձենը չլսես։ Վիգեն դու ես։ Հա, պապ ջան, ես եմ։ Այդ հեռախոսը որ խոսում ես, մի աղջկա հեռախոս է։ Դրա վրա եմ զանգել, որտեղ վստահ եմ, որ մյուս հեռախոսները լսվում է։ Ինչ ես փախել հիվանդանոցից այդ տղա ջան։ Ինչ ես ուզում զորով սրոկիդ վրա էլի սրոկ ավելացնես։ Պապ, տենց էր պետք։ Ոնց թե տենց էր պետք։ Գժվել ես դու արա։ Պապ, չէ, չեմ գժվել, պապ։ Ես արել եմ ինչ որ պետք է անեի։ Որտեղ ես դու Վիգեն։ Հենց հիմա տեղատասական գնանք հանձնվի։ Պապ ջան, ես չեմ պատրաստվում հանձնվեմ։ Ես նրա համար չեմ փախել, որ նորից գնամ ընկնեմ դրա զերը։ Վիգեն ջան, մի հատ հանգստացի։ Ինձ լսի։ Հենց հիմա ես քո քննիչի հետ էի խոսում։ Նա ինձ խոսք տվեց, որ եթե դու կամավոր գաս հանձնվես, քո այդ փախուստը ոչ մի լուրջ հետևանքներ չի ունենա։ Լսում ես Վիգեն։ Ես չեմ կարող հետ գնամ, պապ։ Դու լավ գիտես, ես բերդում չեմ կարող երկար ձգեմ ես իմ ներվային բնավորությամբ։ Վիգեն ջան, ես այդ հարցերը կկարգավորեմ։ Ես արդեն լավ փաստաբան եմ վարձել, որը խոսք կա տվել, որ ամեն ինչ կանի, որ պատիժդ մեղ լինի, տղա ջան։ Քանի որ քրեական անցյալ չունես, հնարավոր է, որ պայմանական տան։ Ոչ մի պայմանական սրոկի չի լինելու, պապ։ Քնիչ ինձ ասեց, որ պետք է նստեսնի։ Ու եթե դու հիմա շարունակես ինձ համոզես, որ ես հետ գնամ, ես էլ քեզ կյանքում հետ չեմ զանգի, հաջողություն։ Համբերի Վիգեն ջան, չանջատես հեռախոսը։ Ես կգամ կխոսանք հիմա։ Ասա, որտեղ ես։ Ինչ խոսանք է, պապ։ Եթե գալու ես ինձ համոզես, որ ես հետ գնամ։ Ես ուրեմն սխալվել եմ, որ քեզ եմ զանգել։ Լսի Վիգեն։ Ես հասկանում եմ։ Դու հիմա վախեցած ես։ Բայց արի սիտուացիան սառը գլխով դատենք։ Դու ինձանից լավ գիտես, որ երկար չես կարա թաքնվես, վաղ թե ուշ կբռնեն քեզ։ Ու դրանով մենակ քո խնդիրները կավելացնես։ Պապ, հնարավոր որ ամեն ինչ էլ տենց լինի։
բայց գոնե ես կիմանամ ինչու եմ ալում նստել։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Էլ եմ ուզում ասեմ, պապ, որ ով մեղավոր է մեզ վիճակի համար, պետք է պատասխան տա։ Լսի Վիգեն, խելքի արի այդ տղա։ Հիմա դու վրեժի մասին չի որ պիտի մտածես։ Պապ, ոչմ ես այլ ավելացնելու բան չունեմ, հաջողություն։ Վիգեն! Վիգեն! Համարը ժամանակավորապես անհասանելի։ Վարդանին ասեցիր, որ ճշտի։ Ասել եմ։ Պետք է արագացնել այդ հարցը։ Նոր Վիգենը զանգեց։ Ինչ հեռախոսի վրա։ Ասաց ինչ որ աղջկա հեռախոսը։ Արագ պարզեք ում հեռախոսն է ու ինչ համարից են զանգել, արագացրեք։ Ինչ էր ուզում Գերաս։ Չիմացա։ Ամբողջ խոսակցության ժամանակ համոզում էի, որ գա հանձնվի, բայց Վիգենը ինչ չլսեց։ Ինչ կարելի է սպասել Վիգենից։ Գերաս Վիգենը քո տղեն է ու դու ավելի լավ ես ճանաչում նրան։ Ասաց, որ ուզում է վրեժ լուծեն մարդուց, որի պատճառով ինքը հիմա այս վիճակում է։ Իսկ ով է այդ մարդը։ Մերին։ Հնարավոր է նաև Գոքորը։ Արսեն ջան, ես չեմ ուզում ձեզ խորհուրդներ տամ, քանի որ գիտեմ, որ դուք ինձանից լավ գիտեք ձեր գործը։ Բայց կարծում եմ, որ լավ կլինի Մերի ու Գոքորի վրա հսկողություն սահմանեք։ Քանի որ չեմ ուզում, որ Վիգենը տակ գլխով էլ ավելի մեծ հիմարություն անի ու ծմավ բանտում մնա։ Մենք արդեն զբաղվում ենք այդ հարցով Գերաս։ Դուք շատ ճիշտ եք անում, որ վստահում եք մեզ։ Ու եթե Վիգենը նորից փորձի կապի մեջ մտնել ձեզ հետ, խնդրում եմ ինձ տեղյակ պահել եւ զանգեք օրվա որ ժամին էլ լինի։ Ցտեսություն։ Անպայման։ Պետք է քննենք, տեսնենք ինչ է։ Բարև ձեզ։ Ավակյան ջան, շնորհավորում եմ մայորի կոչման համար։ Շնորհակալ եմ, Սահակ։ Նստիր։ Ինչպես գիտեք, այսօրվա խորհրդակցությունը պետք է վարեր գնդապետը։ Սակայն նա սրտի նոպա է ունեցել եւ հիմա գտնվում է հիվանդանոցում։ Վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները դեռ հստակ ոչինչ չեն ասում։ Երևի կարիք չկա ասելու, թե ինչ կարևոր նշանակություն ունի այս օպերացիան, որը մենք պատրաստում ենք իրականացնել։ Ներկա պահին դա միակ ռեալ բանն է, որ մեզ թույլ կտա Զավենին բանտ նստեցնել։ Դրա համար խնդրում եմ ավելի ուշադիր հետևել իմ խոսքերին։ Վլադիմիր Լևոնյան, ազգությամբ հայ է, Վրաստանի քաղաքացի, օրինական գրանցված բիզնես ունի, որը հիմնականում զբաղվում է ավտոմեքենաների առևտրով։
Բայց կարծում եմ դա միջոց է, որի նպատակն է կոծկել նրա իրական գործունեությունը։ Իսկ իրականում նա զբաղվում է ադամանտե անմշակ քարերի միջազգային առևտրով։ Աֆրիկյան երկրներից քարերը նավով հասնում են Թուրքիա, իսկ այնտեղից Լևոնյանը անօրեն ճանապարհով այն տեղափոխում է Հայաստան։ Քարերը այստեղ մշակվում են Զավենին պատկանող ընկերություններում եւ ապա ուղարկվում են Ռուսաստան, Եվրոպա։ Ինչ քանակության քարերի մասին է խոսքը։ Ահռելի։ Կոնկրետ թվեր մենք մեր ձեռքի տակ չունենք, բայց մոտավոր հաշվարկներով խոսքը գնում է տարեկան տասնյակ միլիոնների մասին։ Դուք պետք է հստակ գիտակցեք, որ սա բացառիկ հնարավորություն է Զավենին բանտ նստեցնելու համար։ Մինչև հիմա եւ ոչ մի հանցագործության մեջ մեզ չի հաջողվել ապացուցել Զավենի մեղքը եւ նրան բանտ նստեցնել։ Իսկ հիմա մենք առավել քան մոտ ենք դրան։ Իսկ ինֆորմացիա կա, թե երբ կուրիերը կլինի Հայաստանում։ Կա։ Եվ ամենայն հավանականությամբ դա կարող է տեղի ունենալ վաղը։ Մենք արդեն օպերատիվ տվյալներ ունենք, որ նա Թուրքիայում ստացել է քարերը։ Եվ եթե նա կտրուկ չփոխի իր պլանները, ապա վաղը կարող է լինել Երևանում։ Ինչ կարգով պետք է իրականացնենք նրա ձերբակալությունը, մայոր։ Մենք ամեն ինչ պլանավորել ենք եւ ամենայն մանրամասնություններով։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Լևոնյանը ինքնաթիռով ժամանում է Երևան հենց այն օրը, երբ Թուրքիայից Հայաստան ժամանող տուրիստական ավտոբուսներից մեկը հասնում է Երևան։ Ամենայն հավանականությամբ քարերը տեղափոխում են հենց այդ ավտոբուսներից մեկը։ Լևոնյանին օդանավակայանում ոչ ոք չի դիմավորում։ Նա հիմնականում օգտվում է տաքսի ծառայություններից։ Այնուհետև գնում է ավտոբուսների կայանատեղի, որտեղից էլ ստանում է քարերը։ Ուրեմն մենք պետք է հսկողության տակ վերցնենք բոլոր տաքսիները։ Ոչ։ Եթե մենք հետապնդենք այն տաքսին, որի մեջ գտնվում է օբյեկտը, ապա նա կարող է նկատել եւ անմիջապես փոխել երթուղին։ Նույնիսկ հրաժարվել քարերը վերցնելուց։ Դրա համար ես առավել անվտանգ եւ առավել աշխատող մեթոդ եմ մշակել։ Վաղը օդանավակայանի բոլոր տաքսիների վարորդները կլինեն մեր օպերատիվ աշխատակիցները։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Օդանավակայանի տարածքում անթիվ անհամար տաքսիներ են աշխատում։ Չհաշված մասնավոր մեքենաներ։ Մենք այնպես կանենք, որ տաքսիների կայանատեղում մաքսիմում 10 մեքենա կլինի կանգնած, որոնց վարորդները կլինեն մեր օպերատիվ աշխատակիցները։ Լավ ես մտածել, Ավագյան։ Լավ կլինի, երբ օպերացիան հաջողությամբ կավարտենք։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ։ Սա բացառիկ հնարավորություն է մեզ համար Զավենին բանտ նստեցնելու համար։ Եվ մենք բոլորս պետք է առաջնորդվենք այդ մտքով։ Այժմ օպերացիայի մյուս մանրամասների մասին։ Կներեք, ես հիմա կգամ։ Ալո։ Ես եմ Ռազմիկ։ Լսում եմ, Վարան։ Ինչ-որ լուրջ բան է պատահել։ Ոչ պլանավորված ժամին է զանգահարել։
Պատահել է։ Մենք պետք է հանդիպենք ու ինչքան հնարավոր է շուտ։ Որտեղ։ Իմ բնակարանում հիմա հանդիպելը վտանգավոր է։ Ավելի լավ է մի հատ նորմալ վայր ընտրենք։ Եղավ, հասկացա։ Կես ժամից տեղում կլինեմ։ Սաղսև, ես ինչ ես անում, կամո, ինչ եմ անում, երեմ, Подождите, արի բան եմ ասում, ասա երեմ, ինչ է եղել կամո, ոնց ինչ է եղել երեմ, կուրսի չես ինչ է եղել, ես ինչ խաղեր եք խաղում գլխներիս, ախպեր ջան, ինչ խաղեր ենք խաղում, մի հատ ասա մենք էլ իմանանք, եթե դու Միրոյի հայտարարությունը նկատի ունես, էդ իմ համար էլ էր անակնկալ, անակնկալ էր չհամաձայնվեիր, փաստորեն ինչ ա դու զգալի, որ ես ախ կռիվ պատերազմը մենակ նրա համար էր, որ Միրոն մի քանի տարի նստի հովոյի տեղը, հա, ու մեզ էլ ոչ մի բան, անիմաստ գլխացավանք ու անիմաստ ռիսկ, դու չլսեցիր թե Միրոն ինչ ասես կամ, ես ամեն ինչը ընդամենը ցիրկ է, ներկայացում, ուղղակի պետք է Հովիկին համոզել, որ մենք համաձայն ենք իր պայմանների հետ, իսկ հետո հերթը արդեն Գոքորին ու մնացած տղերքին էլ կհասնի, լավ էլի երեմ, դու հավատում ես քո ասածին, հա? Հա, իսկ դու չես հավատում? Չէ, ես իմ տեսածին եմ հավատում, այսօր Միրոն հլը ոչ էսա, ոչ ենա, բայց արդեն մեր գլխներին մի անգամ սարկել է, ու ես ոչ մի գառանցա չունեմ, որ հետագայում նույնը չի կրկնվելու։ Չի կրկնվի, կամո, իսկ եթե այնուամենայնիվ կրկնվեց, ուրեմն Միրոն չի հասցնի իր մահով մահանա։ Ես չափազանց երկար եմ աշխատել, որ Հովիկը հեռանա, ու իմ ձեռքը վերցնեմ իշխանությունը, ու ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ իմ պլանները խափանի։ Լսում ես կամո, ոչ մեկին։ Երեմ, այսօր Ցոգոլենց տունը նայում էի դեմքիդ ու հետևում էի քեզ։ Էդ ինչի որ։ Նայում էի քեզ ու ուզում էի դեմքիդ վրա մեղքի զգացման մի փոքր նշույլ տեսնեմ։ Բայց տեղը տեսա թե ոնց է իր Վարդանին համոզում, որ աշխարհում դու իր ամենամոտիկ մարդն ես։ Ոնց որ դու չէիր մի քանի ժամ առաջ ատոմի սպանելու հրամանը տվել։ Այդ անմեղ տղու։ Անմեղ մարդիկ չկան կամո։ Եթե այդ հարցն է քեզ հետաքրքրում։ Չէ, երեմ, այդ չի հետաքրքրում։ Բայց ես վախում եմ, որ դու կարաս առանց աչքդ թարթելու, սպանես ուզածդ մարդուն, որը քեզ կխանգարի, որ հասնես երազանքիդ։ Հա, տենց էլ կա։ Ու քեզ ավելին ասեմ։ Եթե նույնիսկ դու փորձես կանգնես իմ ճանապարհին, նույնը քո հետ կլինի։
Հարազատ աղբերս էլ կանգնին, նրան էլ կխփեմ։ Երեմ, հիշում ես մենք ոնց սկսեցինք։ Մտածում էինք, թե շատ փող ու ավտարից էդ ունենանք, ու որ մեզ մարդիկ հարգեն մեր արդարամտության համար, որ մատով ցույց տան ասեն նայ ինչ տղեկ են, դե նայ ինչ ենք դարել, նայ։ Ցավոք սրտի դու ճիշտ ես այս հարցում։ Այս վիճակը ինձ էլ դուր չի գալիս կամում։ Բայց ինչ կարաս անես, եթե 4 կողմից նույն ձև են մտածում։ Դու ինչա կարծում ես, թե վաղը մյուս օր Մալխասը կամ են մյուսը նույն ձև մեր հետ չեն վարվելու, եթե զգացին, որ մենք քար ենք իր ճանապարհին։ Տո մեկը հենց միլիոն։ Դու մտածում ես, որ ինքը իր խոստումները կատարելու է, Չկա տես բան կամո, չկա։ Երեմ, ես ինձ վատ եմ զգում, հասկանում ես, վատ եմ զգում, որ մասնակցել եմ այդ ատոմի սպանության մեջ։ Էդ որ Գոքորի իրավաբանին ծեծելով սպանեցիր, հետո էլ ախրաննիկի տենց հեշտ ու հանգիստ գնդակահարեցիր, Այդ ժամանակ վատ չէիր զգում կամ։ Վատ էի զգում, Երեմ, ու հիմա էլ եմ վատ զգում, որ նայում եմ հայելու մեջ զզվում եմ ինձանից, ու մեր գործած մեղքերը, Երեմ, չեն ներվելու։ Դու հիմա խմած ես կամը, գնա տուն քնի, հանգստացի, որ իրիկունը ույաղլն ես հանդիպմանը։ Ես խմած եմ ու լավա որ խմած եմ, թե չէ ես սաղ երեսիդ չէի ասի։ Ու ինձ ոչ մի բան պետք չի է, ոչ մի բան։ Արջան քշելու ժամանակ կտրտում է էլի, ես ասի բենզանասուսից կլնի, մենես դու գեցի բենզանասուսից չէր, մտք կգտնես ինչից է։ Ես աստուգ եմ գոշ։ Հա։ Բարև գոնչ։ Վիգե։ Ես ոնց հասկանամ, ախպերս բաց են թողը։ Ապեր արի առանձնանք խոսանք ընկեր։ Գոշ ջան, կես ժամից պատրաստ կլինի կարող ստանք մեկին անտանես։ Եղավ ցավը տան, դու արա ինչ որ պետք է, ես հեսա կես ժամից կգամ, հա։ Ինչ է եղել։ Մտ պապիրոս դու քաշեմ գոնչ։ Ինչ է եղել պապ։ Փախել եմ ապեր։ Որտեղից ես փախել։ Քնչական մեկուսարանից։ Չէ ապեր, հիվանդանոցից։ Հարցակնության ժամանակ ձև բռնի Յանի Պրիստոպս բռնելը տարան հիվանդանոց ընդից է փախա։ Ես խիստ ուսում մնացիր գոնչ։ Ուրախ չես որ ընկերդ ազատության մեջ է։ Չէ, ուրախ եմ Վիգ ջան։ Ուղղակի վրետ եսի միշ մի հոդված էլ չէր էլի։ Կակրազերեք էլ պապայիդ հետ էի խոսում։ Ասաց որ կարող է պայմանականով ազատվես։ Դի հավայ զրուցներ է գոնչ։ Իսկ պետք է փագեին ապեր։ Մերից խաբրություն ունես։ Լավ էլի Վիգեն։ Այդ աղջիկա պատճառով ընկար միլիցիայություն, դրա նորից նույն երգն ես երգում։ Գոնչ քեզ ասում եմ մերից խաբրություն ունես գոնչ։ Հա ունեմ։ Մերին հիմա Գոքորի հետ է։ Ես Գոքորին խփելու եմ գոնչ։ Ես խոսքերս լավ իշի։ Հանգստացի Վիգեն։ Գոքորը вообще тут при чем, որ Մերին ինք իր ոտով գնաց է թռելա Գոքորի գիրկը։ Որոց փորձվես Մերի մասին տեց արտահայտվես։ Չեն նայ որ ընկերս ես է։ Լավ հանգստացի, չես ուզում չեմ ասի։ Գոնչից տուն է պետք գոնչ։ Որ մի քանի օր մնամ տենամ ինչ եմ անում։ Հա մեկ է փող։ Վիգեն հերեդ գիտի որ փախել ես։ Հա գիտի։ Բայց չի ուզում ինձ օգնի։ Ասում է թե մազնվ եմ էլի։ Ապեր
Տունը կա, տունը խնդիր չի։ Պապուս դա չեն հիմա մարդ չի մնում, կգնանք այնտեղ կմնաս։ Փող էլ կտամ։ Բայց դու մինչև երբ ես որոշես sense փախամես։ Դու մեկը Հայաստանից չես կարանալու դուրս գաս, պասպորտդ էլ մոտդ չի։ Ապի արդեն օգնել եմ ես հարցերին պատասխանելուց գոնջ։ Օգնում ես օգնի, չէ ես իմանամ ինչ եմ անում, այ ախպեր։ Լավ։ Արի գնանք մեքենայի միջից հիմա դաջի բանալիները վերցնեմ, տաքսիով կգնանք դաջը։ Գնացինք, բայց որ պապան հանկարծ զանգում է գոնջ։ Ասում ես ինձ տեղեկություն չունես։ Բարձ եղավ։ Գնաց։